Ողջույն բոլորին։ Հարազատներս ուրեմն ուզում եմ կիսվեմ իմ այս կյանքում ամենամեծ ձեռքբերումներից մեկով եւս, ինչը վերաբերվում է առողջությանը մարմնիս։ Ուրեմն ես արդեն 3 տարի է միշտ չեմ ուտում, ձուկ չեմ ուտում եւ արդեն 3 տարուց ավել է, այդ ինչ որ ասում եմ, ես ընդհանրապես չեմ հիվանդանում, բացարձակ, ոչ գրիպ, ոչ հազ, ոչ մի բան, ուրեմն այս 3 տարիների ընթացքում միակ բանը, որ իմ հետ տեղի ունեցավ, որպես մարմնի ցավ, այդպես ասած, դա անցած տարի օգոստոսին վայքում ռետրիտի ժամանակ իմ ձախ երիկամի պրիստուպն էր, դե բնականաբար ովքեր որ այս ամեն ինչից հասկանում են նաև, որ այդ ամեն ինչը տրանսֆորմացվում էր ինչ-որ մի բան իմ ներսում, դե չեմ ասելու ինչ, բայց 3 տարիների ընթացքում դա միակ իմ դեպքն է եղել, որ ես ունեցել եմ խնդիր, բայց խնդիրը տևեց մի 3-4 ժամ եւ ամբողջովին անհայտացավ։ Հիմա հարազատներս, ուրեմն բոլոր նրանք, ովքեր որ ունեն ճնշման խնդիր, ովքեր որ ունեն դիաբետ շաքարային, չթվարկեմ, այսպես հերթով, ցանկացած խնդիր։ Եթե ուզում եք առանց կողմնակի միջամտությունների, առանց դեղորայքների, որոնք որ իրականում այդքան էլ օգուտ չեն ձեր օրգանիզմին, օգնեք ինքներդ ձեզ, օգնեք ձեր մարմնին առողջ լինել, որպես այդ ճանապարհը անցած մարդ, ես բոլորիդ խորհուրդ եմ տալիս օգտվել այս աշխարհի իրական բարիքներից, ոչ թե արհեստական։ Ուրեմն ամենաառաջին խորհուրդս, որ հիմա ուզում եմ բոլորիդ տամ, երեխեք ջան, եթե կընդունեք, չէ, ձեր ոնց որ կամքն է։ Ես ինձանից օրինակ այս պահին հասնում է ձեզ ասելը։ Կվերցնեք թե չեք վերցնի, որոշում եք դուք։ Ուրեմն ամենաառաջինը մեզ բոլորիս հայտնի կարտոշկան, հարազատներս։ Կարտոշկան բացի օսլայից ինքը նաև թունավորում է մարմնի ողջ օրգան համակարգ, ողջ մարմին համակարգ։ Կարտոշկան շատ վտանգավոր կերակուր է, որը որ մարմնին չի կարելի ընդհանրապես։ Սրա մասին ես վստահ եմ, որ շատերդ եք լսել, սրա մասին վստահ եմ, որ հիմա էլի նորից ինֆորմացիաներ եք ստանում, որովհետև շատերն են սկսել խոսալ։ Եվ երկրորդ ամենակարևոր սնունդը, որ ձեր օրգանիզմից պետքա բացառվի, դա հացն է, ցորենի ալյուրը։ Հարազատներս, դե էլ չեմ խորանում այնտեղ թխվածքների մասին եւ այլն։ Սրանք ուրեմն վերաբերվում են բոլոր այն մարդկանց, ովքեր որ ունեն մարմնի հետ կապված առողջական խնդիրներ։ Իսկ եթե ձեր մարմինը առողջ է, եթե դուք, չգիտեմ, ձեզ առողջ եք համարում ու դուք այտենց մարսողական, չգիտեմ, ճնշման եւ այլն խնդիրներ չունեք, խնդրեմ, ճիշտ է, չեմ ասի կերեք այն ինչ ուզում եք, դուք եւս պետքա սնվեք ճիշտ, բայց ոնց որ ասած որոշումը ձերն է։ Հարազատներս, ինչի եմ ասում սնվել ճիշտ, ինչն է սխալ սնվելու։ Այս աշխարհում ընդհանրապես ճիշտ ու սխալ չկա, այն ինչը որ կա մարդու համար է, բայց այն ինչը որ կա, օրինակ մսակերությունը, դա այն ժամանակ, երբ որ մարդիկ ավելի շատ գիշատիչ են եղել, հա, ուրիշ վարիանտներ չեն եղել, մարդը ոնց է սկսել միս ուտել, տեսել է ոնց է գիշատիչը ուրիշ խոտակերին ուտում, սկսել է ինքն էլ խոտակերին ուտել։ Հետո մի հատ հետաքրքիր հարց տամ, էլի ժողովուրդին, որ տենց եթե մտածում եք դուք մսակեր եք, եթե դուք տենց մսակեր եք ու միսը շատ եք սիրում, էլի, ինչի գիշատիչներին չեք ուտում։ Ինչի եք ասում, որ գիշատիչների միսը դառնա։ Ես իմ պատասխանը տամ, մնացածը դուք ինքներդ պատասխանները գրեք մեկնաբանություններում։
Գիշատիչների միսը դառնա ուտել չի լինում, որովհետև գիշատիչներ ուտում են միս։ Նորից, գիշատիչներին ուտել չի լինում, գիշատիչ թռչուններին, գիշատիչ կենդանիներին ուտել չի լինում, նրանց միսը դառնա, որովհետև նրանք ուտում են միս։ Դալշը հետևությունները թողում եմ ձեր վրա։ Հիմա հարազատներս, այսօրվա իմ ռացիոնը ինչ է։ Գազար, սոխ, լոլիկներ, դե էսի մի քիչ սալատի համար էլ է, սխտոր, բիբար, վարունգ, իմ ամենասիրած ուտելիքը, բրոկոլի, ծաղկակաղամբ, խառը կանաչի, սրանք բոլորը իրիկուն եմ լվացել ու դրել էի խալաթելնիկը ոնց որ լավ սառել է։ Եվ իմ ամենասիրելի այս սեզոնի եւ անբաժանելի կերակուրը։ Սիբեղ եւ մանդակ։ Էս է սիբեղը։ Մեջը լիքնա։ Հարազատներս, ուրեմն ինչ եմ ուզում այսօր պատրաստեմ։ Դե լոլիկ, վարունգ, բիբար, մի քիչ սոխ գնալու է սալատի, խառը կանաչիով, բայց ծաղկակաղամբը, բրոկոլին, սիբեխն ու մանդակը գնալու է գազարի հետ եփվելու, գազար, սխտոր, դե вообще սխտորը ես սենց մի հատիկ եմ ավելացնում, ըստ ճաշակի, կարակ 2 հատ ավելացնեք եւ սոխ։ Երեխեք ուրեմն սոխը, գազարը ու սխտորը տապակվելու է ձեթով, բնական բուսական ձեթով տապակվելու է, այսինքն սոխառածը արվելու, կանաչին հետը, գեղեցիկ, վերջում լցվելու է տարայի մեջ, այս բոլորը միասին եփվի։ Ուրեմն այսպիսի կարծիքներ եմ լսում հարազատներս, թե ինչի եմ ես այս ամեն ինչը խառնում իրար, ժողովուրդ, որովհետև իրականում ես սիրում եմ խառը համեր, ես շատ եմ սիրում խառը համեր, մարդիկ կան, որ իրանք օրինակ նախընտրում են, եթե մանդակա, ուրեմն մենակ մանդակն են ուտում, եթե օրինակ բրոկոլին է, ուրեմն մենակ բրոկոլին են ուտում, եթե ծաղկակաղամբն է, ուրեմն մենակ ծաղկակաղամբն են ուտում։ Ես այդ տեսակին չեմ դասվում, ես սիրում եմ բոլորը միասին, այդ համային ռեցեպտորները իմ սիրում են, ոնց որ սիրում եմ այս կյանքից վերցնել վսյո ի սրազу, ունենց էլ սիրում եմ այս բոլորը միասին։ Գնացինք։ Так, ուրեմն սոխառածի հետ տրժեցնում ենք նաև գազարը եւ այս ուրա չկնախ ուտեստը։ Ուրեմն հիմա ժողովուրդ ջան, էսի սաղ սենց իրար հետ էփելու է, սենց
Так, ուրեմն ցույց տամ շարունակությունը։ Այս սոխառածն է։ Ես սիրում եմ, որ գազարը հետը տապակվում է։ Այս էլ սիբեղ, մանդակ, բրոկոլի, ծաղկակաղամբ, մի քիչ սոխ, սխտոր, բիբար, սպասում ենք մինչև որ բոլորը միասին եփվի։ Так, սոխառածը պատրաստ է։ Ընդամենը մի րոպեի չափով բերանը փակ եմ պահում, լավ սենց ինքը էփվում է, դե ինձ պետք չէ որ գազարը շատ էփվի, երեխեք ջան, ես սիրում եմ որ ինքը սարդ է մնում։ Ու վсё, ու դնում եմ մի կողմ, սպասում եմ մինչև որ կսկսի արդեն եռալ հիմնական դելիկատեսը։ Շարունակելի։ Համարյա պատրաստ է։ Կամերան թեքեմ։ Ուրեմն ինչ համով հոտ ունի, ինչ անուշ բույր ունի։ Ժողովուրդ ուրեմն էսի իմ եւ զավտրիկն է եւ աբեդը եւ ուժինը։ Հիմա մի 5 րոպե, 10 րոպե եմ սպասելու։ Մինչև մի հատ լավ էփվի, այս եղածը, ստեղից մի քիչ ջուր եմ ավելացնելու ստեղ, ստեղի ջուրը քամելու եմ, ու էսի լցնեմ ստեղ, այս սոխառածի հետ, եւս մի 5 րոպե տապակեմ։ Так, հարազատներս, ուրեմն ջուրը քամել եմ։ Հիմա մնում է խառնեմ սոխառածին ու տապակեմ։ Ինչ հոտ ունի, ինչ բուրմունք ունի, սենց բան երբեք չեք կերել երեխեք։ Մի քիչ շատ եղավ, դժվար է տեղավորվում, բայց ոչինչ։ Ինչ համով հոտ ունի ժողովուրդ։
Այն ոնց որ ասում է, վայ չուտողին։ Վայ չուտողին։ Ուրեմն հարազատներս, այսպեսի մի բանով եմ ուզում կիսվեմ ձեր հետ։ Այս մասին կարա իմ մաման, իմ կինը, ընտանիքիս անդամները փաստեն։ 3 տարի առաջ, երբ որ ես ուտում էի եւ միս եւ այդ ձուկը եւ ձուն ու սենց լիքը բաներ, ուրեմն իմ օրգանիզմը, հա, այն որ մեզ թվում է, որ մենք այդ բաները ուտելով պետքա չգիտեմ առողջ լինենք եւ այլն, ինձանից 100 մետր այն կողմ, եթե ինչ-որ մեկը փռշտար 100% ես ուղիղ 5 րոպե հետո հիվանդ էի, գրիպ էի։ Ես հեսա արդեն 4-րդ տարին, հա, ժողովուրդ, մտնում եմ 4-րդ տարվա մեջ, որ ես ընդհանրապես դաժե գրիպ չեմ կպնում։ Ես ընդհանրապես չեմ հիվանդանում, որովհետև ես չեմ սնվում քիմիայով, երեխեք ջան։ Շատ կարևոր է հասկանալ, որ այն ինչ որ հիմա մարդկանց առաջարկվում է, դրա մեջ շատ չնչին տոկոսներ են բնական եւ կարևոր մարդու օրգանիզմի համար ինչ որ ռեցեպտորներ, ուտելու բաներ։ Հարազատներս, եթե ուզում եք առողջ մնաք, սնվեք առողջ։ Օֆ։ Ախ, ինչ համով հոտ ունի։ Так, հարազատներս, ահա եւ իմ զավտրիկ, обед եւ ուժինը։ Այսպես։ Սա եւ դիետիկա, սա եւ առողջ չարարա։ Ուրեմն հավատացեք իմ խոսքին, ժողովուրդ։ Էս այնա ինչ որ մարդու օրգանիզմին պետք է, ստեղ ապրելու, գոյությունը պահպանելու համար։ Սիրում եմ բոլորիդ, մնացեք խաղաղությամբ։ Secrets in the cobblestones. Every shadow's got a heartbeat. Every sinner's never quite alone. New Orleans keeps some mysteries locked in teeth and velvet sleeves. There's blood on Bourbon Street, and it never lets you leave. Red doors, candlelit windows, cards turn slow by weathered hands. She smiles, says, baby,